Հերմենևտիկա, երրորդ դաս, երրորդ դասի վերնագիրն է կառուցվածքային առանձնահատկությունները եւ ոճային տարբերությունները։ Այսինքն, եթե հիշում եք նախորդ դասին ասեցի, որ մենք տարբեր աստվածաշնչյան հատվածների հանդեպ ունենք տարբեր մոտեցումներ։ Եվ հիմա արդեն անցնում ենք, եթե առաջին երկու դասերը ավելի շատ կարևորության մասին էր, ընդհանուր հերմենևտիկայի մասին, ապա հիմա շատ կոնկրետ գործնական, կարծում եմ նաև հետաքրքիր ուսումնասիրություն ենք ունենալու եւ սկզբունքներ կա, որոնք պիտի կիրառենք եւ նաև ոճային տարբերություններ Աստվածաշնչի գրքի կառուցվածքի հետ կապված, գրքի գրական ոճի հետ կապված, հոգեվոր ուղղվածության հետ կապված մենք տարբեր մոտեցումներ ունենք։ Օրինակ Սաղմոսներին եւ ասենք Պողոս առաքյալի նամակներին նույն գործիքներով չենք մոտենում։ Հիշենք հերմենևտիկայի իմաստը, նախ քանի որ Աստվածը Աստվածաշնչի հեղինակը, ինքը երբ որ ներշնչել է մարդ գրողներին, մարդ հեղինակներին, ինչ որ բան է նկատի ունեցել։ Եվ հերմենևտիկան, մեկնաբանության այս գիտությունը օգնում է մեզ, որպեսզի մենք հասկանանք ինչ է Աստված ի նկատի ունեցել։ Հա, ոչ թե ամեն մեկս մեկնաբանենք այնպես, ինչպես քեզ համար սա է նշանակում, ինձ համար սա, կարևոր չի մեզ համար ինչ է նշանակում, կարևորը Աստված ինչ ի նկատի ուներ, որ սա գրվեց։ Ահա հերմենևտիկան օգնում է մեզ, որպեսզի ճիշտ գիտական, աստվածաբանական գործիքներ, սկզբունքներ կիրառելով մենք հասկանանք ինչ ի նկատի ուներ Աստված եւ նաեւ խոսել ենք սխալ մեկնաբանությունների վտանգի մասին, որ կարա մարդուն անգամ կործանում տանի, սխալ վարդապետությունը, սխալ մեկնաբանությունը, իսկ սխալ վարդապետությունները սկսում են սխալ մեկնաբանություններից։ Հիմա եկեք խոսենք սկզբունքներից։ Սկզբունքներ։ Մի քանի սկզբունքներ եմ առանձնացրել, որոնք շատ գործնական են եւ կուզեմ, որ հիշեք սա, նաեւ որպես դպրոցի աշակերտներ, եթե գրեք էլ լավ կլինի, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք Աստվածաշունչ ընթերցելիս, օրինակ երբեմն մեզ ասում են, սա է նշանակում, ասում եմ ոչ, բացարձակապես դա չի կարա նշանակի ու արդեն հասկանում եմ, որ մարդը այս սկզբունքներին չի տիրապետում։ Համար դուք անգամ եթե քարոզ չեք պատրաստում կամ քարոզ եք պատրաստում, չգիտեմ, տարբեր մարդիկ կարող են լսել այս ուսուցումը, զուտ ընթերցանության ժամանակ ճիշտ հասկանալու համար այս սկզբունքները ձեզ օգտակար են լինելու։ Առաջին, երբ որ ընթերցում ենք ինչ-որ հատված, պետք է բացահայտենք հեղինակի մտադրությունը, այլ ոչ թե ընթերցողի ընկալումը։ Իսկ հեղինակը պիտի հիշենք Աստված է, բայց նաև Աստված ներշնչել է մարդ հեղինակներին եւ մարդ հեղինակները ինչ որ բան են գրել Աստծուց ներշնչված։ Ինչ են ի նկատի ունեցել սա գրելուց։ Առաջին սկզբունքը մենք բացահայտում ենք այսպիսի մի մոլորություն կա, որ Աստվածաշունչը կարդում են, փորձում են, այսինքն մի բանի արդեն հավատում են։ Հիմա Աստվածաշունչը կարդում են, փորձում են գտնել տեղեր, որ հիմնավորեն իրենց հավատքը։ Սա սխալ է։ Մենք պիտի կարդանք, հասկանանք Աստված ինչ է նկատի ունեցել, որ սա գրել է, եւ մեր հավատքը կառուցենք Աստծո խոսքի վրա։ Հա, ոչ թե հավատում ենք, օրինակ մարդիկ կան, չգիտեմ, ամենատարածված սխալներից մեկը ասեմ, մանկամկրտությունը, որ չեմ ասում մահացու մեղք է, բայց տարածված սխալ է, որ շատ-շատերը հավատում են, թե Աստվածաշնչում դա կա։ Երբ որ մանկամկրտության օրինակ ջատագովներին հարցնում եմ, իսկ ո՞րն է հիմնավորումը։ Գիտեք ինչ հիմնավորումներ են բերում, օրինակ ասում են գրված է մկրտվեց Կորնելիոսը եւ իր ամբողջ տունը։ Եվ հետո ասում եմ, հա հետո, ասում եմ, բա ոնց կարար տան մեջ երեխա չլիներ։ Այսինքն տեսեք, մենք մի բանի արդեն հավատում ենք ու Աստվածաշունչը դրա մասին չի խոսում, մենք փնտրում ենք գոնե մի տեղից բռնվենք, որ մեր հավատքը հիմնավորենք։
Հասկանում եք, այսպես չպիտի լինի, մենք պիտի Աստծո խոսքը բարձր դնենք մեր պատկերացումներից, եւ առաջին սկզբունքը սա է, որ պիտի հեղինակի մտադրությունը բացահայտենք, այլ ոչ թե մեր ընկալումների հաստատումը գտնենք այստեղ։ Սա առաջին սկզբունքն է։ Եվ նաև պիտի հասկանանք լսարանը, այսինքն ում էր դիմում, սա շատ կարևոր է, հեղինակը ինչի նկատի ուներ եւ ում էր դիմում։ Եվ երրորդ այս սկզբունքից նաև կարևոր է իմանալ ինչպես կարելի է այս ինչ որ հասկացանք կիրառել մեր համատեքստում։ Երկրորդ սկզբունքը, մեկնաբանությունը պետք է արվի, արդեն համատեքստի մասին ենք խոսում, տվյալ հատվածի համատեքստում, որպեսզի հասկանանք, ես օրինակներ կբերեմ, օրինակ ձեռքերը լվանալու մասին։ Ձեռքերը լվանալու մասին երկու հատված բերեմ։ Օրինակ հիշում եք, որ Տեր Հիսուսը աշակերտները առանց ձեռքերը լվանալու հաց կերան եւ փարիսեցիները հանդիմանում էին, ասում են ինչու են քո աշակերտները առանց ձեռքերը լվանալու հաց ուտում։ Այսի մեկ լվանալ։ Երկրորդ լվանալը Պիղատոսը ջուրը հանեց, բոլորի աչքերի առաջ ձեռքերը լվաց ու ասեց այս մարդու անմեղ էր, ես իր արյունից անպարտ եմ։ Հա, տեսեք, երկուսն էլ ձեռքերը լվանալու մասին է, բայց համատեքստը հուշում է մեզ։ Այսինքն մենակ ձեռքերը լվանալը, եթե մենք վերցնենք, սա համատեքստից կտրված մի բան է, բայց համատեքստը հուշում է, դրա համար մեկնաբանությունը պետք է արվի տվյալ հատվածի համատեքստում։ Եվս մեկ օրինակ, Հայտնություն 3:20-ում շատ հայտնի հատված, Տեր Հիսուսը ասում է, ահա ես դրան առջև կանգնած, դրան հետևում կանգնած թակում եմ, ով բացի կմտնեմ ու նրա հետ ընթրիք կանեմ։ Ավետարանչության ժամանակ սա շատ հայտնի օգտագործվող համար է, որ ավետարանիչները, ես դեմ չեմ սրան, օգտագործում են սա, որպեսզի օրինակ մարդկանց պատկերավոր կերպով ներկայացնեն, որ Տեր Հիսուսը ուզում է գա իրանց կյանք եւ դուռը բացես հավատքով, հետո բացատրում են ինչա նշանակում դուռը բացել, հավատքով իրան հավատաս ինքը կգա քո կյանք եւ կկարգավորի այնտեղ ամեն ինչ, բայց համատեքստը խոսում է նրա մասին, որ սա եկեղեցուն է վերաբերվում, Լավոդիկեի եկեղեցուն։ Եկեղեցին էր Հիսուսին դուրս հանել։ Եթե մենք կարդանք համատեքստ, տեսեք, եթե կտրված վերցնում ենք, լրիվ ուրիշ բան է, բայց իրականում Աստված այդ հատվածում չի խոսում անապաշխար խավարի մեջ ապրող մարդկանց մասին։ Իրանց կյանքում էլ է ուզում գա, իրանց դուրն էլ է թակում, բայց այս հատվածը խոսում է եկեղեցու մասին, որը ինքնասիրահարված եկեղեցի էր, որ կարծում էր ինքը հարուստ է, ինքը հաջողված է, ու Հիսուսին տեղ չկար այդ եկեղեցում։ Հասկանում եք համատեքստի կարևորությունը։ Երրորդ սկզբունքը, մեկնաբանեք ուղիղ իմաստով, այսինքն ամեն գրվածի մեջ, նախորդ անգամ այլաբանության մասին խոսել ենք, մեկնաբանեք ուղիղ իմաստով, ամեն գրվածի մեջ այլաբանություն մի տեսեք, բայց նաև տարբերեք փոխաբերական իմաստը։ Օրինակ, Եսայիա մարգարեության 55-րդ գլխի 12-րդ խոսքում գրված է լեռները ցնծությամբ պիտի պորտկան, ծառերը պիտի ծափզարկեն, մենք հասկանում ենք, որ սա ուղիղ իմաստ չի։ Պիտի մեկնաբանողը կարողանա տարբերակի փոխաբերական իմաստը ուղիղ իմաստից, բայց առաջին հերթին դու պիտի ուղիղ իմաստ գտնես, բայց ինչ ուղիղ իմաստ, լեռները ոնց կարան ցնծությամբ ուրախանան ու ծառերն էլ ծափ զարկեն։ Արդեն հասկանում ենք, որ սա համեմատություն է, որ այդ ուրախության ու ցնծության, կարանք ասենք անգամ չափազանցություն է սա, որը գրական ոչ է։ Չափազանցությունը Աստվածաշնչում շատ է կիրառվում։ Եվ սա սուտ չի, սա մի բան չի, որ մարդը պատմում ես, այն ձկնորսները ոնց են ձուկը, որ բռնել են այսքան ցույց են տալիս այսքան, սա այս չափազանցությունը չի, այլ բոլորն էլ հասկանում են, որ այս չափազանցությունը սուտ չի, լսողը հասկանում է, որ լեռները չեն կարող ուրախությունից ցնծան։ Այսինքն այստեղ սուտ չկա, այս չափազանցությունը ինքը գրական ոչ է, որը շատ կիրառելի է Աստվածաշնչում, ուղղակի մեկնաբանողը պիտի կարողանա այս երկուսը տարբերակել։ Չորրորդ սկզբունքը, ամենակարևոր սկզբունքներից մեկն է, թույլ տվեք, որ Աստվածաշունչը ինքը իրեն մեկնաբանի։
Այսինքն, եթե մի հատված է Աստվածաշնչի, որ ես ուզում եմ հիմնավորեմ, որ սա է նշանակում, ես պիտի Աստվածաշնչի այլ հատվածներով փորձեմ հիմնավորել։ Եվ հիմնականում բարդ հատվածներ կան, որոնք մեկ տեղ են գրված, որը միանշանակ հնարավոր չի մեկնաբանել։ Այսինքն Աստվածաշունչը, երբ որ ինքը իրեն չի մեկնաբանում, մենք կարող ենք կարծիք արտահայտել, բայց ոչ որպես վերջնական ճշմարտություն, այն էլ կարծիք արտահայտելն էլ պիտի շատ զգույշ արտահայտենք, որովհետև երբ որ օրինակ ուսուցիչը կարծիք է արտահայտում կամ հեղինակավոր մեկը կարծիք է արտահայտում, այն մարդիկ, ում մոտ այս մարդը հեղինակություն է, իրանց մոտ դա նստում է որպես վերջնական ճշմարտություն։ Պիտի շատ զգույշ լինենք։ Ես օրինակ նախընտրում եմ, ասեմ, այսպես շատ անգամ լսած կլինեք, երբ որ հարց եք տալիս, որը Աստվածաշունչը ինքը միանշանակ պատասխան չունի, ասում եմ աստվածաբանները ունեն այս կարծիքը, անգամ չեմ ասում իմ կարծիքով։ Ես շատ զգույշ եմ իմ կարծիքով ասելուց, կարող եմ անհատական զրույցի մեջ ասել իմ կարծիքով, բայց քարոզի ժամանակ ձայնագրված ինչ-որ մի բան, որ պիտի պահպանվի, երբ որ ես ասեմ իմ կարծիքով, մարդիկ կմտածեն, ուրեմն տես ճիշտ է, կլինեն այդպիսի մարդիկ, բայց դա տես չի, երբ որ Աստվածաշունչը ինքը իրեն չի մեկնաբանում, սա շատ հազվադեպ է, որ Աստվածաշունչը ինքը իրեն չի մեկնաբանում, մենք պիտի ասենք չգիտենք։ Աստվածաբանները ասում են այսպես ու այսպես, գուցե իրանցից մեկը ճիշտ է, գուցե ոչ մեկն էլ ճիշտ չի, Աստված այլ բանի նկատի ուներ։ Ուրեմն մեր 4 սկզբունքը Աստվածաշունչը ինքը իրեն պիտի մեկնաբանի եւ Աստվածաշունչը երբեք ինքը իրեն չի կարող հակասել։ Հիշեք սա։ 5-րդ սկզբունքը մեկնաբանությունը պետք է տարբերվի կիրառությունից։ Օրինակ հիշում եք Մարիամը օծում է Հիսուսին նարդոսի յուղով։ Հիմա կիրառությունը ո՞րն է սրա։ Կիրառությունը նա է, որ զոհաբերությունը եւ առատաձեռն, օրինակ ֆինանսական նվիրատվությունը ինքը երկրպագության մաս է կազմում, որտեղ Տեր Հիսուսը գովում է իր երկրպագությունը։ Սա կիրառությունն է։ Ու պիտի մենք ուշադիր լինենք, որ կիրառությունը չներկայացնենք որպես մեկնաբանություն։ Այստեղ կիրառության մասն էր։ Մեկնաբանությունը պետք է տարբերվի կիրառությունից, այսինքն պիտի հստակ տարանջատվի, սենց ասեմ, պիտի տարանջատվի մեկնաբանությունը եւ կիրառությունը։ Որտեղ մեկնաբանելը հասկացանք, ինչ արեց, հասկացանք ինչու արեց, օրինակ Տեր Հիսուսը բացատրում է, Աստվածաշունչը ինքը իրեն մեկնում է, ասում է, որովհետև ում շատ ներվեց, նա շատ սիրեց։ Եվ այստեղ կարող ենք տեսնել նաև, որ այն մարդիկ, ովքեր օրինակ Աստծո գործի համար շատ ձեռնփակ են, իրենք ունեն հնարավորություն, ձեռնփակ ու ձեռնբաց լինելը ֆինանսի չափին չի վերաբերվում, այլ հնարավորությանը, այսինքն ունեն հնարավորություն, բայց դե իրանց մտածում են այն իմ վրա ավելի լավ կծախսեմ, այսինքն այստեղ հասկանում ենք, որ դեռ չեն գիտակցել այն սերը, որ Աստված ուներ իրենց հանդեպ եւ ունի իրենց հանդեպ, այն ներումը, որ ստացել են, եւ նաեւ չեն գիտակցում, որ իրենց առատ զոհաբերությամբ իրենք նպաստում են այդ գործի շարունակությանը, որ շատ մյուսներն էլ վայելեն այն ողորմությունը, որ իրենք ստացել են։ Հիմա տեսեք մեկնաբանությունը ու կիրառությունը արդեն շատ անձնական է։ Ինչ եմ հասկանում ես այստեղից եւ ինչպես պիտի իմ կյանքը փոխեմ։ Սա արդեն դառնում է կիրառությունը։ Երկրպագությունս պիտի նաեւ իմ Տիրոջ գործին նվիրումով արտահայտեմ։ 5-րդ սկզբունքը, սա 5-րդն էր, 6-րդը շատ սխալներ կա, երբ որ մարդիկ վերցնում են, սրանք ընդհանուր համընդհանուր սկզբունքներ են, հիմա կանցնենք ոճային տարբերություններին, գրքերի տարբերություններին։ Շատ-շատերը սխալվում են, երբ որ Իսրայելին ուղղված խոսքերը ավտոմատ կերպով վերցնում են ու կիրառում եկեղեցու վրա։ Օրինակ շատ խոստումներ կան եւ շատ արգելքներ կան, որոնք վերաբերվում են կամ պատվիրաններ կան, որոնք վերաբերվում են Իսրայելին, բայց չեն վերաբերվում եկեղեցուն։
Օրինակ Ղևտացիս 19:19-ում գրված է երկու տեսակ կտորից հանդերձ չհագնես։ Հիմա դե եկեք մեզանից յուրաքանչյուրի վրա նայենք, տեսնենք որից հանդերձն է, որ միայն մեկ տեսակի մանրաթելից է, մեկ տեսակի կտորից է, որից վրա է այդպիսի հանդերձ, չկա այդպիսի բան այսօր։ Եվ ոչ էլ այս պատվիրանը եկեղեցուն է ուղղված։ Սա Իսրայելին էր ուղղված եւ շատ այդպիսի պատվիրաններ կան, որ Իսրայելին էին ուղղված, օրինակ, չգիտեմ, տարբեր կենդանիների միս արգելված էր ուտել, բայց Տեր Հիսուսը սովորեցրեց, որ այն չի պղծում մարդուն, ինչ որ մտնում է բերանից, այլ պղծում այն, ինչ որ դուրս է գալիս, եւ Պողոս առաքյալն էլ ասում է, ինչ որ վաճառվում է հեթանոս քաղաքում, հեթանոսական քաղաքում ապրող եկեղեցու անդամներին, ասում է, ինչ որ մսավաճառի մոտ վաճառվում է, առանց խշմտանքի վերցրեք ու կերեք, աղոտ կարեք, կերեք ու աղոտքով սրբված ամեն ինչ։ Այսինքն հասկանում ենք, որ մենք պիտի տարանջատենք, հատկապես մարգարեությունների մեջ կան խոստումներ, որոնք Իսրայելին են վերաբերվում, բայց մարդիկ վերցնում են եւ ասում են, ես դավանում եմ, որ իմ կյանքում այս խոստումը իրականանա, բայց դա քեզ չի ուղղված։ Օրինակ, Հեսու 1:5-ում ասում է, ոչ մի մարդ չի կարողանա քո դեմ կանգնել քո կյանքի բոլոր օրերին, ինչպես Մովսեսի հետ է, այնպես էլ քեզ հետ կլինեմ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի։ Հիմա լավ խոստում է։ Կարանք ասենք, ոչ մի մարդ մեր դեմ չի կարա կանգնի։ Չէ, այստեղից կարանք մենք սկզբունք վերցնենք։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս խոսքերը հենց այնպես չեն գրված, ինչպիսին էր Հեսուն, ինչ հավատարմություն կար, ինչպես էր Մովսեսին ինքը պատվում, ինքը իշխան լինելով Մովսեսի ծառաներ, ինչու Աստված հավանեց իրեն, ինչու իրան դարձրեց Մովսեսի հաջորդը, շարունակող, այսինքն սկզբունքներ կա, որ կարող ենք վերցնել, սովորել, եւ եթե մենք էլ այդպիսին լինենք, Աստծո բարեհաճությունը մեր վրա կլինի։ Հեսուի հետ այնպես էր, որ ոչ մի մարդ իր դեմ չէր կանգնելու, քեզ հետ կարող է ուրիշ կերպ լինի, բայց սկզբունքը սա է, Աստծո բարեհաճությունը այսպիսի մարդու հետ է լինում։ Բայց կոնկրետ այս խոստումը վերցնել Հեսուից տեղափոխել քո վրա, Աստվածաշունչը ճիշտ մեկնաբանություն այդպիսի հիմք չի տալիս։ Հասկանալի է, թե չէ։ Նույնը Իսրայելի ու եկեղեցու համեմատությամբ։ Հաջորդ սկզբունքը եւ դրանից հետո կանցնենք արդեն գրքերի Աստվածաշնչի կառուցվածքին, գրքերի ոճային տարբերություններին։ Եվ հաջորդ սկզբունքը հենց դա է, ինչպիսի գրական ոճի կամ Աստվածաշնչի բաժանման, որ հատվածի մաս է կազմում տվյալ գիրքը կամ տվյալ գլուխը, որ ես ընթերցում եմ։ Եվ հիմա սա պիտի հիշենք եւ ասեմ, ինչ բաժանում կա։ Բաժանումները տարբեր են, տարբեր աստվածաբանների մոտ տարբեր են, բայց հիմնականում մենք սկզբունքները հասկանանք։ Կան օրենքի գրքեր, պատմական գրքեր, իմաստության գրքեր, բանաստեղծական գրքեր, մարգարեական, ավետարաններ եւ ներողություն, ավետարաններ եւ գործք, թղթերը եւ հայտնություն։ Հայտնություն ոչ միայն հայտնություն, այլ ապոկալիպտիկ, այսպես ոճի գրքեր, որոնց մեջ մտնում են հայտնությունը, Դանիելի մարգարեության մի մասը, Զաքարիայի մարգարեության մի մասը, ինչու եմ ասում մի մասը։ Օրինակ օրենքի գրքեր եւ պատմական գրքեր ասեցի, չէ՞։ Մենք պիտի ուշադիր լինենք, որովհետեւ շատ տեղերում դուք կտեսնեք, օրինակ առաջին 5 գրքերը դրանք օրենքի գրքեր են, այսպիսի բաժանում, բայց եթե մեր դպրոցի ուսանողներից իհարկե կան այստեղ մեր արցանց դպրոցի ուսանողներից, հիշում եք, ելից գիրքը երկու մասի ենք բաժանել, մի մասը պատմական է, մի մասը օրենքի։ Այսինքն իրենք մի գրքի մեջ կարող են տարբեր լինել։ Օրենքի մաս կա եւ կա պատմական նկարագրային մաս, որ ուղղակի, ասենք Մովսեսի դուրս գալն է, իսկ մյուս մասում Մովսեսի եւ ժողովրդի դուրս գալն է, մյուս մասում այն օրենքներն է, որ Մովսեսի միջոցով Աստված փոխանցեց։ Հիմա ուզում եմ ասեմ, երբ որ մենք ասում ենք գրքեր, դա չի նշանակում, որ այս գիրքը հենց այսպիսին է, այս մյուս գիրքն էլ հենց այսպիսին է։ Մենք պիտի ոճը տարբերենք։ Երբ որ ոճը տարբերենք, նաև մեկնաբանության գործիքները, ճիշտ համապատասխան գործիքներ
կկիրառենք։ Գանք պատմական գրքերին, պատմականից սկսենք, որտեղ իրականում Աստվածաշունչը պատմականից է սկսում։ Ծննդոցը դա օրենքի գիրք չի, պատմական նկարագրություն է, եւ պատմական համատեքստն է շատ կարևոր։ Քանի որ խոսեցի, ասեմ, որ ծննդոցը եւ հայտնությունը տարբերվում են։ Մենք բիբլիոլոգիայի դասի ժամանակ սրա մասին խոսել ենք, ծննդոցը եւ հայտնությունը տարբերվում են մյուս բոլոր գրքերից։ Նրանով, որ սրանք ոչ թե այսպես մյուս գրքերի պես ներշնչված են, այլ ամենայն հավանականությամբ, եթե անգամ ներշնչված են, օրինակ հայտնության մասին խոսվում է ուղղակի կերպով, բայց ծննդոցի մասին այսպես չի խոսվում, բայց կարանք ենթադրենք, Աստված ամենայն հավանականությամբ կամ խոսել է Մովսեսի հետ, կամ ցույց է տվել։ Ինչու եմ ասում հայտնությունը հստակ է, որովհետև հայտնության ժամանակ Հովհաննեսին ասվում է տես եւ գրի առ, եւ այն ամենը, ինչ որ գրված է հայտնության գրքում, Հովհաննեսը իր աչքերով տեսնում է եւ ասում է, ահա սրանից հետո տեսա, չգիտեմ, սա, ահա սրանից հետո տեսա սա։ Իսկ մյուս գրքերը հոգին ներշնչել է եւ հոգով ներշնչված գրել են հեղինակները, ինչպես Պետրոս Առաքյալը ասում է իր խոսքի մեջ, նախորդ անգամ այդ հատվածը կարդացել ենք, Սուրբ Հոգով ներշնչված գրեցին։ Ասեմ, որ օրենքի գրքերը նույնպես կարևոր են, բայց մի օրինակի վրա շատ հստակ կտեսնենք, ինչպես պիտի զգուշանանք։ Արդեն ասացի, որ ամեն օրենք չի, որ մեզ է վերաբերվում, սկզբունքների մեջ հիշում եք։ Հիմա ինչպես տարբերենք։ Ուրեմն այն օրենքները, որոնք Իսրայելին են վերաբերվում, իրանք չեն անցել նոր կտակարան։ Օրինակ, այսպիսի մի օրենք ասեմ, որ միայն Իսրայելին էր վերաբերվում։ Պարզ օրենքներից եմ խոսում, օրինակի համար, որ սրա վրա սովորենք։ Երկրորդ օրինաց, ուզում եմ տեղը գտնեմ, երկրորդ օրինաց 25:4-ում գրված է կալի մեջ աշխատող եզան դունչը չկապես։ Սա ուղիղ օրենք էր, սա չէր վերաբերվում ղևտացի ծառայողներին, ոչ էլ քահանաներին, սա ուղիղ վերաբերվում էր եզներին, որոնք կալի մեջ աշխատում էին, կալը այն որ պտտում է ու ծորենն էին մաքրում, աղում, մի խոսքով, այդ ծորենի մեջ եզը քայլում էր ու այդ ծանր քարը իր հետևից տանում էր, մի խոսքով ինքը պտտում էր քարը։ Հիմա օրենքը սա էր, եթե եզը աշխատում է կալի մեջ, ինքը այդ ծորենից պիտի օգտվի։ Այս օրենքը հիմա մեզ չի վերաբերվում, սա Իսրայելին տրված օրենք էր։ Բայց Պողոս առաքյալը երկու տեղում խոսում է սրա մասին։ Այսինքն առաջին Տիմոթեոս 5:17-18-ում եւ առաջին Կորինթացիս 9:9-ում խոսվում է սրա մասին եւ ասում է, որ սա իհարկե չենք կիրառում հիմա կալում աշխատող եզների վրա, բայց այստեղից մենք սկզբունք ենք վերցնում, որ ավետարանի ծառայողը իրավունք ունի ավետարանի ֆինանսներից ապրելու։ Իհարկե Պողոս առաքյալը ասում էր, ես այդ իրավունքը ունեմ, բայց ես իմ ձեռքով աշխատում եմ, բայց ինքը սովորեցնում էր եկեղեցիներում, որ օրինակ լավ աշխատող, լավ ծառայող երեսներին կրկնակի պատվի արժանացրեք եւ պատիվը մենակ այս խոսքի պատիվը չէ, հենց ֆինանսական ֆինանսի մասին է խոսում եւ բացատրում է, որ սա նորմալ է եւ որպես սկզբունք բերում է 5 կտակարանի օրենքը, որը վերաբերվում էր Իսրայելին եւ ոչ թե մեզ, եւ ոչ թե այսօրվա մեր գյուղատնտեսությանը։ Հասկացանք, օրենքներ կա, որոնք չեն անցնում, օրենքներ կա, որոնք անցնում են, օրինակ մի սպանիր պատվիրանը, մի շնացիր պատվիրանը կամ 10 պատվիրաններից բացի, հիշում եք, ես դասընթաց ունեմ 10 պատվիրանները նոր կտակարանում եւ մենք նոր կտակարանում Տեր Հիսուսի ուսուցումների մեջ տեսնում ենք այդ 10 պատվիրանները, որ իրանք
հին ուխտը չեն, իրանք Մովսեսի օրենքը չեն, իրենք համամարտկային արժեք ունեցող օրենքներ են, պատվիրաններ են։ Բայց նաև շատ հայտնի օրինակ միսը արյունով չուտես, 5 կտակարանյան օրենք է, բայց գործ կառաքելոցում խորհուրդ եղավ եկեղեցու, որ որոշեցին, որ այս օրենքը կիրառվում է նաև քրիստոնեական եկեղեցու համար։ Ու մենք պիտի ուշադիր լինենք օրենքի գրքերը ընթերցելուց, որովհետև շատ հեշտ է ասել, ես օրենքի տակ չեմ, ես շնորհքի տակ եմ։ Շնորհքի տակ չի նշանակում անշնորհքության մեջ։ Շնորհքի տակ նշանակում է Քրիստոսի պատվիրանների ներքո, ոչ թե Մովսեսի պատվիրանների ներքո, այլ նոր ուխտի պատվիրանների ներքո, իսկ նոր ուխտը ունի պատվիրաններ։ Հին ուխտի օրենքի գրքերից որոշ պատվիրաններ, որոնք ոչ թե միայն Իսրայելի կամ հրեաների ազգին էին, Իսրայել երկրին կամ հրեաների ազգին էին վերաբերվում, այլ համամարտկային էին, անցում են կատարում եւ նոր կտակարանը հաստատում է դա։ Իսկ այն օրենքները, որը նոր կտակարանը չի հաստատում, սկզբունքներն են կիրառելի, ինչպես տեսանք Եզան դունչը չկապելու այդ օրենքի մեջ։ Հասկանալի է օրենքի գրքերը ինչպես ենք ընթերցում եւ ինչ կերպով ենք մեկնաբանում։ Երրորդը իմաստության գրականություն, օրինակ առակած գիրքը, ժողովողը, իմաստության գրականության իմաստություն փոխանցող ոճն է սա, այստեղ պիտի զգույշ լինենք, որովհետև ոչ թե այստեղ խոստումներ ու վարդապետություն են, այլ դիտարկումներ են, իմաստություն է, առակներով ինչ-որ բան է ուզում փոխանցել մեզ Աստված, կոնկրետ հեղինակը Սողոմոնն է այս գրքերի, իր միջոցով։ Դիտարկումներ եւ հետևություններ։ Օրինակ, առակաց 15-ի 1-ում գրված է. մեղմ պատասխանը հանգստացնում է բարկությունը։ Լավ։ Մարդը կարդում է Աստվածաշնչում, մեկը բարկացած գալիս է իր վրա, ինքն էլ մեղմ պատասխան է տալիս ու տեսնում է, այս մարդը չի հանգստանում։ Այսինքն այստեղ խոստում չի, ոչ էլ վարդապետություն, այստեղ խորհուրդ է։ Ընդհանուր առմամբ, եթե դու բարկության վրա ջուր ես, այսինքն բարկությունը համեմատենք կրակի հետ, եթե դու ջուր ես լցնում, ինքը հանգում է։ Հիմա ամեն կրակ չի, որ ջրից հանգում է, կարող է կրակը այնքան թեժ է, որ չհանգի, բայց խորհուրդը ճիշտ խորհուրդ է։ Բայց կարաս բարկությանը բարկությունով պատասխանես, մեղմ չպատասխանես, այլ դու էլ այսպես լավ լցված պատասխանես, որը նշանակում է, որ կրակի վրա բենզին ես լցնում։ Հիմա խորհուրդ է սա, ոչ թե վարդապետություն։ Մեկն էլ գնա ու ասի, օրինակ մյուս հատված առակաց 22:6-ը, կրթիր երեխային իր մանկության ժամանակ եւ երբ մեծանա, չի հեռանա ճշմարտության ճանապարհից, մոտավորապես այսպես։ Հա? Հիմա սա խոստում է, թե խորհուրդ։ Մենք կարող է ճիշտ կրթենք, բայց մեծանա ու հեռանա։ Եվ մենք պիտի աղոթենք, որ վերադառնա։ Անառակ որդու պատմությունը չի նշանակում, որ հայրը սխալ էր դաստիարակել։ Դա սխալ դաստիարակած լիներ հետ չէր գա։ Բայց այդպես չի, որ առակած գրքում իմաստության գրականության մեջ վարդապետական ճշմարտություններ են ու խոստումներ, Աստված ասեց, ուրեմն սենց պիտի լինի։ Մենք պիտի ուշադիր լինենք։ Հասկանալի է։ Ձեր դուրը գալիս է հերմենևտիկան։ Իրանք խորհուրդներ են։ Աստված ուզում է, որ մենք մեր երեխաներին մանկության օրից դաստիարակենք։ Եվ ասում է, որ ինքը մեծանա, վերադառնալու է, չի հեռանալու, այլ չի գրած վերադառնալ, գրած չի հեռանալու, բայց սա չի նշանակում, սա խոստում է, սա խորհուրդ է։ Լավ։ Հույս ունեմ, որ տարբերում եք այս երկուսը։ Ժողովողի մասին խոսեցինք, ժողովողը առանձնահատուկ գիրք է եւ նաեւ բանաստեղծական գրքերից հոբը։ Առանձնահատուկ մեկնաբանության այստեղ սկզբունք կա, որ ժողովողը ինքը զարգացում է ճշմարտությունը փնտրող մարդուց, ճշմարտությունը գտած մարդուն։ Եվ օրինակ առաջին գլուխների մեջ, կարծեմ 4-րդ գլխում է գրված է ինչ գիտես մարդը եւ անասունը, երկուսն էլ մեռնում են, ինչ գիտես մարդը հոգի ունի, կարող է մարդն էլ մեռնում է ու վերջ։ Այդպես է գրված։ Նույն ժողովողի 12-րդ գլխում ասում է, որ մարդը մահանում է, հոգին կանգնում է Աստծո առաջ։ Ասում է, սա հասկացա,
Այսքան փնտրտուքս որ եղավ, առաջին գլխից մինչև 12-ը փնտրտուքն է, 12-ը վերջանում է այսպես, քանի որ մենք հաշիվ ենք տալու, քանի որ մարմինը գնալու է հողին, հողին է գնալու, մարմինը հողին է գնալու, հոգին կանգնելու է իր արարչի առջև եւ հաշիվ է տալու դրա համար մի բան եմ հասկացել, Աստծուց վախեցիր ու նրա պատվիրանները պահիր։ Սա է մարդու կյանքի նպատակը, որ մենք այս երկրային կյանքում այսպես ապրենք։ Հիմա եթե դուք կարդաք ժողովողի սկիզբը, այնտեղ գտնեք, որ մարդն ու անասունը տարբերություն չկա, ժողովողը այդպես չեն կարդում։ Դու կարող ես շատ սխալ հետևություն անես, ինքը զարգացում է։ Նույնը Հոբից, հիմա անցնեմ արդեն բանաստեղծական գրքերին, բայց Հոբի զգուշացումը ասեմ, որովհետև Հոբի գրքի մեջ շատ գլուխներ կա, որ Հոբի ընկերներն են խոսում, լավ բաներ են ասում, թվում է։ Իրականում իրանց ասացի մեջ տրամաբանություն կա, բայց եթե մենք վերջը նայենք Հոբի գրքի, Աստված ասում է դուք ուղիղ չխոսեցիք։ Եվ եթե Հոբը չլիներ, ես ձեզ պատժելու էի, բայց հիմա ձեզ հնարավորություն եմ տալիս, որ գնաք, ապաշխարեք, Հոբը ձեր համար աղոտ կանի, ներում խնդրի, զոհ մատուցի, ես էլ ձեզ ներեմ։ Հիմա Աստված ասում է դուք ուղիղ չխոսեցիք իմ ծառա Հոբի հետ։ Մենք իրավունք ունենք վերցնենք այդ հատվածներից քարոզ սարքենք։ Բայց մարդիկ չեն էլ նայում այդ գլխում ով է խոսում, բացում են Հոբ, ասենք, չգիտեմ, ասենք 25-րդ գլուխը, 25-րդ գլուխ 16-րդ խոսքում գրված ասա, բայց դու չես նայում ով է այդ խոսքը խոսում, եւ վերջում Աստված ինչ է ասում այդ խոսքի վերաբերյալ։ Պիտի մենք ուշադիր լինենք այստեղ։ Սաղմոսները, բանաստեղծական գրքեր, ավելի շատ փոխաբերություններ կան, քան առակների մեջ։ Բայց նաև ճշմարտություններ կան սաղմոսների մեջ, հրաշալի ճշմարտություններ, եւ մենք պիտի ուշադիր լինենք, որ այս գեղարվեստական ոճով ներկայացված ինքը բանաստեղծություն է, հիմա մենք որ սաղմոսները կարդում ենք, չենք այդ հանգավորումը չենք զգում, բայց սա բանաստեղծություն է, այստեղ կրկնություններ կան, փոխաբերություններ կան, չափազանցություններ կան, որոնք գեղեցիկ են բնագրում, բայց մենք այդ բնագիրը չենք զգում բանաստեղծական իր ամբողջ գեղեցկությամբ, պոետիկ, բայց այդտեղ էլ պիտի զգույշ լինենք, որովհետև այդ բանաստեղծությունների մեջ երբեմն կան բաներ, որոնք խոստումներ չեն, այլ սկզբունքներ կան, որ մենք պիտի վերցնենք։ Իմ մոտ նշել եմ Սաղմոս օրինակի համար, Սաղմոս 24-ի առաջին երկու խոսքերը, Տիրոջն են երկիրը եւ նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները։ Աշխարհն ու նրա բնակիչները Տիրոջն են։ Ինչ է նշանակում։ Այս հատվածը մարդը կարդա ու ասի, թեև ես չապաշխարեմ էլ, ես Տիրոջն եմ պատկանում։ Կարանք տենց հետևություն անենք։ Եթե սա գրված լիներ, օրինակ Պողոս Առաքյալը այդպիսի բան չկա, զգուշացնեմ, որ հանկարծ մեկը չբռնի կտրի այս հատվածը ասի, Արման եղբայրս այս բան է քարոզում, ենթադրենք Պողոս Առաքյալը ասեր, որ լսեք, դուք ապաշխարեք, չապաշխարեք, դուք Տիրոջն եք պատկանում։ Օրինակ Հովհաննեսը այնտեղ գրված է, չէ, եկավ իրենների մոտ, իրենները իրեն չընդունեցին, բայց նրանք ովքեր ընդունեցին, իշխանություն տվեց Աստծու որդիներ կոչվելու։ Ովքեր են Տիրոջը պատկանում, նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են։ Սաղմոսների մեջ կարդում ենք Տիրոջն են երկիրը, նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա եւ հաստատեց այն գետերի վրա։ Հակասում է իրար, իհարկե ոչ, սա բանաստեղծական ճոխ ոճ է, որ խոսում է ընդամենը Աստծու մեծափառության մասին, որ ինքը տիրում է ամբողջ տիեզերքի վրա։ Եվ նրանն են չի նշանակում փրկված են։ Նոր կտակարանում նրանն են, Աստված ճանաչում է իրեններին։ 2 Տիմոթեոս 2:19-ը։ Եվ իրենները այս կնիքը ունեն իրենց վրա։ Անիրավությունից հեռանա յուրաքանչյուր ոք, որ Տիրոջ անունն է կանչում։ Իրենները նրանք են, ովքեր անիրավությունից հեռանում են։ Իսկ անիրավություն սիրողները խավարի իշխանության տակ են։ Աստված բոլորին է սիրում, բայց իրենը չեն։ Հասկանում եք սաղմոսների եւ օրինակ նոր կտակարանյան գրքերի տարբերությունը։ Կարծում եմ կարանք անցնենք առաջ։ Լավ։
Հաջորդը, մանավանդ, որ իմ ժամանակը մոտենում է ավարտին, մարգարեական գրքեր, շատ կարևոր է մարգարեական գրքերը ընթերցելուց մենք գտնենք համապատասխան պատմական համատեքստը պատմական գրքերում, որպեսզի ավելի լավ հասկանանք, օրինակ Եզեկիելը ինչ թագավորի օրոք էր մարգարեանում, ինչ իրադարձություններ կային, Երեմիան, մյուս մարգարեները, շատ լավ կլինի, որ պատմական համատեքստը ընթերցենք եւ ծանոթանանք պատմական գրքերից, խուսափենք հետաքրքրասիրության ծուղակներից, գաղտնի գիտելիքից, կոդավորված գիտելիք, որ այսա, որ սա է գրած, սա է նշանակում, զգուշանանք մարգարեություններում հատկապես այս գայթակղությունը կա եւ հիշենք, որ կան կրկնակի կիրառություններ, որոնք այդ տվյալ ժամանակաշրջանի մասին մարգարեություններ էին, բայց նաեւ կարող են կիրառելի լինել եւ կատարվել մեր օրերում։ Օրինակ Ովսե 11:1-ում գրված է, երբ Իսրայելը մանուկ էր, Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Հետո մենք տեսնում ենք Եգիպտոսից իմ որդուն կանչեցի, սա իհարկե Մովսեսի ժամանակների դուրս գալու մասին է խոսքը, էսի մեկ կիրառություն։ Երկրորդը մենք գիտենք, որ Հովսեփը վերցրեց իր կնոջը Մարիամին եւ իր որդուն, որ իր ֆիզիկական որդին չէր Հիսուսին եւ փախավ Եգիպտոս եւ հետո գրած է Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Այսինքն այսպիսի կրկնակի կիրառություններ կարող են լինել եւ անգամ եռակի կիրառություններ կարող են լինել, որ մենք պիտի ուշադիր լինենք մարգարեական գրքերը մեկնաբանելիս։ Ավետարանների մասին էլ խոսենք, ավետարաններ եւ գործք, շատ կարեւոր է հասկանալ ում է ուղղված տվյալ ավետարանը, ինչ լսարանի։ Աստվածաբանները ուսումնասիրել են եւ ասում են, որ Մատթեոսը հրեաների համար է գրված, Մարկոսը հռոմեացիների, Ղուկասը հույների, Հովհաննեսը եկեղեցու։ Եվ այստեղից էլ, երբ որ մենք հասկանում ենք համատեքստը, օրինակ ընթերցում ենք Մատթեոս 19-ի մեջ ամուսնալուծության մասին, եւ քանի որ Մատթեոսը հրեաներին էր գրում, հրեաների մեջ կինը երբեք չէր ամուսնալուծվում։ Ամուսնալուծվում էր տղամարդը։ Այսինքն կինը չէր ասում ես որոշել եմ ամուսնալուծվեմ։ Բայց օրինակ հռոմեացիների մեջ սա ընդունված էր։ Դրա համար օրինակ Մարկոսը նույն հատվածի մասին խոսելիս ավելացնում է նաև, որ կինը չպիտի բաժանվի իր ամուսնուց։ Ոչ միայն ամուսինը չպիտի բաժանվի կնոջից, այլ նաև կինը չպիտի բաժանվի իր ամուսնուց։ Բայց մենք հասկանում ենք, որ ինքը ներշնչված է գրել սա։ Բնականաբար Տեր Հիսուսը գուցե սա չի ասել, բայց ինքը Աստծուց ներշնչված գրել է, որպեսզի հռոմեացիների համար պարզ լինի, որ ոչ թե տղամարդկանց մենակ արգելվում է ամուսնալուծվել, այլ նաև կանանց է արգելվում։ Տեր Հիսուսը այստեղ արդեն Սուրբ Հոգին է գործել իր մեջ։ Տեր Հիսուսը այստեղ խոսել է դեմ ամուսնալուծությանը, դա կլինի կնոջ նախաձեռնությամբ, թե տղամարդու նախաձեռնությամբ, որտեղ ընտանիքը թանկ է Աստծո համար։ Եվս մեկ օրինակ, հիշեմ որտեղ էի գրել այդ օրինակը, այո, օրինակ Մատթեոսի 10:37-ում գրված է, ով իր հորն ու մորը ինձնից ավելի սիրի, ինձ արժանի չի։ Ղուկասը այդ նույն հատվածը ներկայացնում է այսպես, որը մեր ականջին շատ խորթ է թվում։ Ով չատի իր հորը եւ մորը, ինձ արժանի չի։ Արդեն հասկանում ենք իր լսարանի համար, ասենք Ղուկասը հույների համար էր, հույներն էին հիմնականում իր լսարանը եւ այդտեղ դա է պետք եղել, բայց մենք հայկական ականջին ավելի հաճելի է, օրինակ, այսինքն շատ խորթ է ատել եւ շատերը հարցնում են, ինչի պիտի ատեմ իմ հորն ու մորը, եւ ճիշտ են ասում, որովհետեւ Տեր Հիսուսը դա է նկատի չունի, այլ հայրը եւ մայրը չպիտի ավելի բարձր լինեն, քան Աստված եւ ընդհանրապես ոչ մեկ Աստծուց բարձր չպիտի լինի։ Սրա մասին է խոսքը, ուղղակի իր լսարանի համեմատ այսպիսի տարբերություններ հոգուց ներշնչված կարող են լինել եւ հույների այդ փիլիսոփայական տրամաբանության մեջ կարող է սա էր ընկալելի, դրա համար այս բառն է օգտագործված, դա ավետարանների մասն էլ
այդ տարբերությունները երբեմն մարդիկ տեսնում են, ասում են ինչու այս ավետարանում sense գրած, այն միսում այս նույն պատմությունը այսպես գրած։ Ես երկու օրինակ բերեցի տարբերության, եւ Աստծուց ներշնչված հեղինակները այդ նույն սկզբունքները փոխանցել են լսարանին ընկալելի կերպով, եւ սրանք հակասություններ չեն։ Այլ մենք գործիքներ պիտի ունենանք, հասկանանք ու ճիշտ ընկալենք Աստված ինչ է նկատի ունեցել։ Գործքը վաղ շրջանի եկեղեցու նկարագրությունն է, թղթերը ուղղակիորեն նամակները ուղղակիորեն, սա Հռոմեացիսից մինչև Հուդայի թուղթը, իրանք կիրառելի են եկեղեցու համար, բայց կրկին մենք համատեքստը պիտի հասկանանք, ամեն մեկը մի խնդրի է անդրադառնում, եկեղեցու որևէ դժվարությունով էր անցնում, կամ ծուռ վարդապետություն էր եկել եկեղեցում, կամ վատ ուսուցիչներ, սուտ ուսուցիչներն էին գալիս ու փորձում քանդել եկեղեցիները, ամեն մեկը մի խնդիր ուներ եւ ամեն նամակը որոշակի խնդրին որպես բժշկություն է եւ սա եկեղեցու համար այդ խորհուրդները, որ կան նամակների մեջ, ուղղակիորեն կիրառելի կանոններ են եւ խոստումներ։ Օրինակ առաջին Կորինթացիս 15-րդ գլխում հավիտենական կյանքի խոստումը կա, որը ոչ թե կորինթացիներին է մենակ վերաբերվում, այսինքն եթե կորինթացիներին է գրված, սա չի նշանակում մենակ կորինթացիներին է վերաբերվում։ Իհարկե կան մշակութային բաներ, բայց մենք չպիտի ինչը մեզ ձեռք չի տալի, ասենք, էսի մշակութայինը այնտեղ էր, էսի չէ, էսի լավն է ինձ է վերաբերվում, չէ։ Կրկին մենք պիտի ուսումնասիրենք համատեքստը եւ հասկանանք սա համամարտկային արժեքներ են, թե կոնկրետ տեղային այդ եկեղեցու խնդրին վերաբերվող կամ մշակույթին վերաբերվող օրինակ հանդիմանություններ կամ արգելքներ եւ համատեքստը ու ընդ որում հիշեք, սա պիտի զգուշացնեմ, սա Աստվածաշնչի բոլոր գրքերին է վերաբերվում, գլուխների բաժանում չի եղել։ Ես միշտ այս օրինակը բերում եմ Հռոմեացիս 7 եւ 8-ը։ Եթե մենակ 7-ը կարդաք, Պողոս Առաքյալի խոսքերից դուրս է գալիս, որ ինքը մեղքի դեմ պայքարում է, բայց չի կարող հաղթի, ինչ խեղճ մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մարմնից, մեղքի մարմնից, բայց 8-րդ գլուխը սկսվում է արդ, դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ լինողների համար, որովհետև կյանքի եւ հոգու օրենքը ազատեց մեզ մեղքի ու մահի օրենքից, եւ հետո խոսում է հոգեվոր մարդու ու մարմնավոր մարդու արդեն հոգով լցված մեղքին հաղթող մարդու մասին եւ ասում է եթե մարմնավորապես ապրենք կկործանենք, եթե հոգով ապրենք կփրկվենք, բայց այս գլուխների բաժանումը մեզ շատ անգամ խանգարում է, որովհետեւ մենք կարդում ենք, վերջացնում ենք ու մեզ թվում է հենց այդ է ճշմարտությունը։ Օրինակ նույն Եբրայեցիս 12-ի 1-ը ուրեմն բառով է սկսվում, այսինքն նշանակում է 11-ում հավատքի այդ հերոսների մասին, որ խոսվեց, այստեղ պիտի հասկանանք մի բան, կիրառենք մեր կյանքում եւ մենք էլ իրանց օրինակին հետևենք։ Եվ 12-րդ գլուխը ուրեմն նշանակում է, որ ուրեմն մենք էլ որ մրցասպարազի մեջ ենք, գցենք մի կողմ մեզ հեշտությամբ պաշարող մեղքը, նայենք մեր հավատքի զորագլխին ու կատարողին Հիսուս Քրիստոսին եւ այլն։ Այսինքն մենք պիտի ուշադիր լինենք նաև այս կապող բառերին։ Վերջինը ու կանգնենք աղոթքի ապոկալիպտիկ գրականություն, արդեն ասացի հայտնության գիրքն է սա, հատվածներ Դանիելի մարգարեությունից, Զաքարիայի մարգարեությունից, մենք պիտի հիշենք ժամանակագրության խնդիրը, որ ամեն ինչ հերթականությամբ չի այստեղ, որտեղ մենք ուզում ենք իմանանք երբ է լինելու սա, երբ է լինելու նա, այստեղ էլ հետաքրքրասիրության ծուղակը կա։ Կարևորը պատրաստ լինենք ժողովուրդ, կարևորը այն չի երբ է լինելու, կարևորը պատրաստ լինենք։ Իսկ երբ որ մենք ճիշտ մոտեցում ունենանք այս գրականությանը, մենք կկարողանանք ճիշտ գիտելիք ընդունել, ընդ որում հայտնության 1:3-ում գրած է Երանի այս մարգարեության խոսքերը կարդացողներին, այսինքն երանելի են այն մարդիկ, ովքեր կարդում են հայտնության գիրքը։ Հույս ունեմ, որ օգտակար էր, պիտի Դանիելի մարգարեության մեջ կա ասում է, այս խոսքերը գրի, կնքի, սրանք հիմա հասկանալու համար չեն։ Եվ շատ բաներ կա, մեզ հետաքրքիր է հասկանանք,
բայց Երանի կարողանանք կիրառել այն, ինչ որ հասկանում ենք, որտեղ հայտնության գրքում շատ պարզ ու հասկանալի բաներ կան։ Օրինակ փրկվողների մասին որ խոսում է, ասում է Երանի Աստծուց վախեցողներին եւ նրա պատվիրանները պահողներին։ Երանի հասկանանք։ Հիմա թե որ սկավառակը, որից հետո է լինում է սկավառակն է, հետո չգիտեմ, բաժակներն է, այս հերթականությունը, եթե չհասկանանք էլ, կգա ժամանակը, որ այդ ամեն ինչը կկատարվի կամ եթե մենք երկնքից կնայենք այդ ամեն ինչին, կհասկանանք ինչ էր գրված, բայց հիմա այն ինչ որ պետք է մեզ շատ պարզ, անգամ հայտնության գրքում է շատ պարզ։ Եվ մենք հատկապես ապոկալիպտիկ գրականության մեջ չպիտի գնանք գաղտնի գիտելիքի ու հետաքրքրասիրության հետևից, որովհետև այդ ամենը գրված է, որ մենք քաջալերվենք, զորանանք, մանավանդ հայտնության գիրքը գրված է, որպեսզի հալածանքներով անցնող եկեղեցին տեսնի ինչ հաղթող զորավոր Տեր ունի ինքը։ Սրա համար է գրված, ոչ թե որ մարդիկ գաղտնի գիտելիք փնտրեն այնտեղ։ Մենք եւս երկու դաս ունենալու ենք հերմենևտիկայի այս դասընթացից, շատ հրաշալի դասընթացից, եւ կարծում եմ, որ շատ օգտակար է լինելու մեզ այս գիտելիքը, որ ստանում ենք, աղոթենք, որ խոսքը միայն լսողներ չլինենք, այլ նաեւ կիրառողներ, որ զգույշ լինենք եւ այս սկզբունքները կիրառենք ու նաեւ բացահայտենք սխալ մեկնությամբ ուսուցումները ու հեռու մնանք այդպիսի ուսուցումներից։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Տեր, մեր Աստված, փառավոր ու զորավոր։ Շնորհակալ ենք, որ դու սովորեցնում ես մեզ քո խոսքը ընկալել այնպես, ինչպես դու մտադիր ես եղել, որ քո ժողովուրդը ընկալի, եւ շնորհակալ ենք այս գիտելիքի համար, այս գործիքների համար, որ մեզ տալիս ես, որ ճիշտ մեկնենք Աստվածաշունչը եւ հեռու մնանք ամեն մոլորությունից, ամեն շեղումից եւ քո ճշմարիտ խոսքը աղոթում ենք, որ լուսավորի մեր մտքերը եւ նաեւ շատ շատերի մտքերը, ովքեր որ այսօր խավարի մեջ են, այսօր չարը կուրացրել է իրանց սրտերը, ինչպես գրված է, որ չտեսնեն, իրենց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի այդ լույսը, եւ մենք աղոթում ենք, որ դու բժշկես մարդկանց աչքերը, որ այս սուտը, որ սատանան տարածել է, թե Աստվածաշունչը հնարավոր չի հասկանալ, այս գիտելիքը վերցնելով, ճիշտ մեկնաբանության սկզբունքներին տիրապետելով, մարդիկ սկսեն կարդալ Աստվածաշունչ եւ հասկանան քո խոսքերը, քեզ ճանաչեն, քո կամքը ճանաչեն, քո պատվիրանները ճանաչեն եւ քո հոգին խոսի իրենց սրտերին, Տեր։ Թող քո լույսը ծագի խավարում նստողների վրա եւ մեզ էլ իմաստություն տուր, որ այդ լույսը տարածողներ լինենք։ Դու ասացիր, որ քո աշակերտներն են աշխարհի լույսը, ահա թող այդ լույսը տարածվի ու լուսավորի եւ շատ շատերի փրկության պատճառ դառնա։ Աղոթում ու խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։